Դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, եւ ես եկա այն եզրակացության, որ դա այնուամենայնիվ Պուտինի նախաձեռնությունն էր։ Կամերաները միացնել, հանել ինչ-որ մի հատ թուղթ, որտեղ գրած է ինչ-որ բաներ, որտեղ սենց հատ-հատ սենց կարդալ ու բան էլի պրետենզիաներ ներկայացնել ու խոսել շանտաժի լեզվով։ 20 րոպեն մենք նայեցինք, հետո դրանից հետո, ինչպես հետո իմացանք, եւս 2 ժամանոց խոսակցություն է եղել, որը չի բավարարել ռուսներին։ Վարչապետի մեկնաբանություններից էլ ես հասկացա այնպես, որ մենք պայմանավորվել ենք շարունակել քննարկումները, հա, այսինքն դա նշանակում է, որ 4 մնացորդում արդյունք չկա։ Եվ չէր էլ կարող լինել, քանի ռուսները այս դիրքորոշվում են։ Հետո դրա հենց հաջորդ օրը Օվերչուկի այդ լուսադեմի երկար այս գրավոր հարցազրույցը դե թուրքմանչայով բանով սենց ինչ-որ եւ դրան հետեւած հետո տարբեր պաշտոնյաների այն ոռնոցները մոսկովյան ճահիճներից մեզ հանգեցնում են այն եզրակացության, որ փոխըմբռնում չկա, այո, ռուսները կոտոշները խրել են գետնի մեջ ու ասում են չենք գնա, հա, 0199 ֆիլմը հիշում եք, չէ՞, որ հանուն մեր կոլխոզի չենք քշում։ Դե որ չես քշում, պետք է ճանապարհից հանեն, գցեն մի կողմի վրա, որպեսզի երթևեկությունը վերականգնվի, էլի կոպիտ ասած, մեր պատմական ընթացքի